ջուրը սառել է։ Ջուրը սառել է։ Ձմեռն եկավ։ Խոտերի վրա էլ եղյամը այսինց նստած ա դեռ, գիշերը լավ ցուրտ ա արել։ Եկել եմ կենդանիներից կերակրել եմ արդեն։ Գիշերը շատ ցուրտ էր, ձմեռը իր ցրտով եկավ։ Բարի լույս սիրելի հետևորդներ ջան։ Դաթևս էլ իր ջերմությունով եկավ։ Մի փոքր մնամ իմ կենդանիների մոտ, տեսնեմ որն ա ուտում, որը չի ուտում, ինչ վարք են դրսևորում։ Մնացած կարգավորումները տամ, հետո կգնամ աշխատանքի, որից հետո կմիանամ ձեզ կզրուցենք։ Սիրելիներս, հավես տեսարան եմ բերել ձեզ։ Ահա։ Արդեն քանի որ շատ ցուրտ է, գովերին տանում են գոմերում կապելու, ձմեռելու։ Ու այս զանգերի ձայնը, որ գրեթե բոլոր գովերի վիզից կախված էր, այնքան հավես էր, ինձ գրավեց։ Ես էլ ուզեցի, որ ձեզ էլ ցույց տալ։ Երկինքը պարզ է, բայց շատ ցուրտ է։ Այս էլ իրենց փոքրիկ հովիվը այս մեծ գամփրշան հետ։ Ես եկա աշխատանքից, սիրելի հետևորդներ ջան, հիմա Տաթևից բերած համովությունները ձեզ ցույց տամ։ Այսօր դեռևս չեմ հասցրել իմ Տաթևի հետ սրճել։ Երեկոյան ուշ էր, բայց ամեն դեպքում գիտեք, որ հավի միսը դիետիկ է համարվում եւ մի լավ վայելեցինք, չնայելով այդ ուշ ժամին։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, որ դեռևս այստեղ փակ է, ես էլ դեռևս չեմ հասցրել սրճել։ Ուզում եմ ցույց տալ, թե գնդունիկից ինչեր է բերել իմ համար։ Այո, Նապոլեոն է բերել եւ ասեմ, որ սրա կրեմը խտացրած կաթով է, սիրելի հետևորդներ ջան։ Ահա։ Սառնանում էի պահել, քանի որ գազի պեչը որ վառում եմ, մինչև խոհանոց տաքանում է, իսկ այստեղ լավաշ ու հետարքիր հացի տեսակներ, այստեղ միայն լավաշը հանել եմ, իմ ձևերով ծալել եմ, խնդրեցի, որ շատ լավաշ չբերի, քանի որ դեռևս ունեի մյուս անգամվա բերածից։ Առայժմ այս համովությունը մի կողմ, ահա լավաշները, ինչքան է որ ասել էի քիչ բերի, բայց ամեն դեպքում լավ է բերել եմ, որ արդեն այսինքն սիրուն ծալել եմ, որպեսզի ավելի լավ օգտագործենք, հացը սրբություն է։ Ահա։ Այս պահին առայժմ էլի տոպրակի մեջ, քանի որ ուզում եմ այստեղ այս հացի տեսակը ցույց տալ։ Միգուցե ձեզ էլ է ծանոթ, ձեզ էլ է դուր եկել, երբ որ անցել եք գնդունիկի կողմով և գնել եք։ Թոնիրում է թխված, ահա թխով, այսպես փաթաթել եմ, չենք էլ կտրել։ Երկու հատ, թոնիրի թխված, յուրահատուկ, հացի տեսակ, զարդարված, ահա, այսպիսի երկու տեսակի քունջութով, սև ու սպիտակ քունջութով և դդմիկի կորիզներով, սիրելի հետևորդներ ջան, ահա, պատկերացնում եք ինչքան համեղ է լինելու, բայց քանի որ ակլորը ճաշակեցինք, սրանից չենք ճաշակել, ահա, այսօր կհասցնենք ճաշակել, այս պահին առայժմ այստեղ, և արդեն զբաղվեմ կոֆեին եփելով։ Հա, Տաթև ջան։ Տաթևս կանչում եմ, մի րոպե գնամ, հետո նոր կգամ սուրճը կպատրաստեմ։ Չմոռանաք դուք էլ ձայրը պատրաստել, որպեսզի միանաք իմ և Տաթևի կոֆեի ժամին։ Եկա։
Սիրելի հետևորդներ ջան, ես արդեն կոֆեն դրել եմ եռալու։ Բացի տաթևը նաև էլի հյուր ունենք, դրա համար մեր կոֆե խմելու ընթացքով ձեզ չեմ միանա։ Այստեղ արդեն նապոլեոններն եմ ուզում հանել։ Կամ ես կոմ, որ կոֆեն աչքիս առաջ լինի։ Այսպես։ Դիր։ Առայժմ մեկն եմ հանում, քանի որ մեկն է անհրաժեշտ։ Շատ գեղեցիկ է ստացվում, չէ՞, այս տարբերակով։ Պղպջակները արդեն դուրս եկել ու շուտով կլինի։ Դե ես գնամ զբաղվեմ և իմ հյուրով, և տաթևով, սիրելի հետևորդներ ջան։ Շատ սիրելի հետևորդներ ջան, մենք սրճեցինք, լավ ժամանակ անցկացրինք, հիմա էլ ժամանակն է եկել, որ իմ կենդանիներով զբաղվեմ։ Այստեղ այդ շիճուկն է, որ եփել եմ ու շոր եմ ստացել ու այստեղ մնում է։ Եկել եմ լցնեմ, կանեմ իմ ճուտիկներին ու հավերին տամ։ Ահա։ Բոլորը չեմ տալու միանգամից, քիչ-քիչ եմ տալու։ Շատ օգտակար է բոլոր կենդանիների համար, մաքրում է իրենց օրգանիզմը։ Եթե շատ ցուրտ է լինում, չնայած որ ցուրտ է արդեն, բայց հիմա չեմ տաքացնում, քանի որ սենյակը տաք է, սա էլ սենյակային ջերմաստիճանի է, հիմա կեսը կտանեմ կտամ, կեսն էլ հաջորդ օրը կտամ։ Ճուտիներ ջան, հոտնանձենս լսել եք, լադե գնացեք դենը, որ համով բան եմ բերել։ Դուս չգաք, հա? Շատ, սի։ Ահա, ապրին իմ ճուտիներ, եկեք։ Սոպը խմեցեք, շա? Ջեն։ Իքիչել ես մի կողմը, ես մի ամար բերեմ ես կողքը։ Այս ճուտիկներին, այս են սիրով խմում են արդեն, Էն մի կենսն էլ կբերեմ հավերին կտամ։ Դերկերի ժամը չի, սիրելի հետևորդներ ջան, ես կխմեմ, ճիշտ այդել եմ իր ամեջ հետ շորը դուրս է եկել, բայց էլի սննդարարա, իմ կենքանիների համար, ես լավ հավիսով խմում են է։ Իրանց շատ ա դուր գալի, ասեմ առաջի անգամ են խմում, Ահա, քանի որ շատ վաղուց ես բանից չէի արել, միշտ մտքովս անցնում էր ու մնալով մնում էր։ Եղանակը այս տեսքն ունի ձմեռային, մի քիչ արև, մի քիչ էլ մռայլ։ Մենք էլ անցնենք մեր գործերին, օրվա մռայլությունը լցնենք մեր հետաքրքիր գործերով։ Թիմա ջան, արիշտո, հաջող ուտող։ Սիրելի հետևորդներ ջան, վերանորոգման աշխատանքները սկսել ենք արդեն, սկսել ենք դուռը տեղադրելուց, ահա, արդեն բացել ենք, ասենք շնորհավոր, մեր նոր դուռը, սպիտակ, իրենից փայլերով և շատ ճաշակով, և իհարկե առաջին հերթին տանտիրուհու սրտով։ Մնացած բաները նույնպես բերել եմ, շինարարական, այն ամենը ինչ որ պետք է։ Եվ այսի մեծ սենյակում ենք դասավորել, որ ավելի ապահով լինի։
Աղջուկներս այստեղ են, ամեն բան մի քիչ խառը, բայց շուտով հունի մեջ կընկնի։ Դե ես վարպետներին չխանգարեմ և անցնեմ ես էլ իմ գործին։ Սիրելի հետևորդներ ջան, գործերս են արդեն, վարպետն էլ էստեղ է գործ է անում, և գործը առաջ է գնում։ Այստեղ հավաքեմ։ Այստեղ Երբ որ սրբիչի վրա ենք շրջում, ամանեղենը շատ շուտ չորանում է և կարելի ասել սրբելու կարիք չի լինում։ Այսպես բոլորը չոր են։ Մնում է հավաքեմ ու կանեմ իրենց տեղը դասավորեմ։ Այսպես սրանք էլ են չոր։ Գործս հեշտացել է։ Սրանք այսպես երբեմն էլ այսպես են վարվում, չէ՞։ Մենակ ես կսրբեմ, քանի որ ապակին միշտ է որոշակի ջրի կաթիլները թողնում են իրեն։ Սրանք էլ լավն Բարի օր բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, հաջորդ օրն է, որ ձեզ եմ միանում, քանի որ շինարարության մեջ եմ, նաև տաթևս եկել գիտեք, շատ խառը եղավ ու չկարողացա, որ տաթևի հետ միասին ձեզ միանալ, ցույց տվեցի, թե ինչպես են դուռը արդեն բացել իր տուփից և հավաքում էին, դա 3 հավաքել են, համ գործանում, համ զրուցել, որ գործերս հետ չընկնեն, սուրճ էր թափվել էստեղ, քանի որ անընդհատ շատ զբաղվածություն ա լինում, երբեմն էլ սուրճը դնում ենք գնում մյուս գործն անելու, սուրճին էլ ինչ ապենք, անմիջապես թափվել գազօջախին, Տաթևիս արդեն ճանապարհել եմ, երեկոյան եմ ճանապարհել, այս պահին վարպետը այստեղ է, առավոտ շուտ եկել է, 3-2-ով էին, հավաքեցին այդ դուռը, մեծ սեղան ունեմ, այն մեծ սեղանի վերադրեցին, հավաքեցին, որոշ վարպետներ կան, այդպես չեն անում, ինձ այս տարբերակը շատ դուր եկավ, որ անմիջապես դուռը իր ամեն ինչով հավաքում են, ու միայն տեղադրում, հիմա էլ եզրերն է պետքական բաները անում, բենը փչել էր 3, արդեն հասցրել է որոշակի գործերը առաջ տալ, քանի որ արդեն մոտ 3 ժամ է մեր տանն է, կենդանիներից կերակրել եմ, չեմ թողել, ասեմ, որ այսօր ջուրը չէր սառել, բայց ամեն դեպքում շատ ցուրտ է, այսօր օր եմ վերցրել, աշխատանքի չեմ գնացել, որպեսզի տանը լինեմ, բայց արժե որ մի հատ կոֆե դնեմ, այստեղ բերել եմ սաղ, այս կողմ եմ դրել, տեղափոխեմ հանկարծ
չկոտրվի։ Դաթևս սրտով ոսկով ճաշ էր ուզում, ոսկով ճաշ եմ եփել։ Դերևս մի քիչ կա, հիմա դատարկեմ, քանի որ այսպես կա չէ, որ թարս եք դնում, որ վրան մեկ ուրիշ բան դնենք։ Այստեղ կակալն է, որ մնացել է, ոսպի մեջ լցրել է։ Այդ համովությունով ձեզ չեմ միացել, բայց դեռևս մի փոքր կա, անտիր ճաշ էր ստացվել, իսկ ձմեռվա ճաշ։ Հա, ջազվան այստեղ դրեցի, պատուհանի տակի։ Խոհանոցում ամեն բան լցվել է մյուս կողմերից, բայց դա իմ չի խանգարում, որ ես կոկիկ պահեմ։ Հիմա ուզում եմ կոֆե եփել իմ եւ այդ պապետի համար, սիրելի հետևորդներ ջան, երբ որ եկավ առավոտյան, էլի եփել եմ, հյուրասիրել եմ, հայավարի, տնավարի, ասել եմ, որ խելոք համեստ ընտանիքի մարդ է, վստահելի, երբ որ իրեն գործ էին անում, նույնիսկ մենք թողել ենք իրենց տանը և գնացել հյուր, այս կողմում է ասեմ, քանի որ երբեմն մյուս կողմում եմ եփում մի հատ մեկ ջազվա ունեմ նրանով, երբեմն շփոթվում եմ և ուզում եմ այն կողմի անցնել, այս փոքրն էլ այնտեղ տեղավորվում, բայց հակվում է երբեմն, մի փոքր անզգուշանալ ու կհակվի, այսպես, ոչ մի կերպ չկարողացա ձեզ միանալ, երբ որ տատերս իմ հետ էր, կարծում եմ չեք նեղանա, էլի եկալու, խոսք է տվել, սրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ դուք էլ իրեն շատ եք սիրում, կարոտում եք, հիմա մինչև սա կերա, վերեմ այդ ոսկով ճաշը լցնեմ այստեղ, քանի որ էլի պիտի պատրաստվեմ համովությունների, բայց մի հապետ կտամ վերել, որ ինձ պետք կգարավանավա, այստեղ և այստեղ, Նախքանց նույնպես հյուրասիրեցի այս ճաշից, իրենց էլ շատ դուր եկավ։ Արդեն սկսում ենք ձմեռային ճաշեր եփել։ Այսպես, սա արդեն ասած է։ Եվ այդ մեկ բաժին ճաշի համար չարժե այդ մեծ բաղից զբաղեցնել։ Առայժմ սա այստեղ կթողնեմ, կակալն առայժմ կթողնեմ, խոսքով սպասեմ կոֆեն եփվի, այս բաժակներով եմ տանելու, հյուրասիրելու, սա կտանեմ այնտեղ ու կգամ մինչև որ կոֆեներ կեփվի, Ես դրան վրա կսելու այդ պետլիներին, որ ճռռում է, ոչ մի բան դեռ չեն որել, սիրելի հետևորդներ ջան, գործը գործի հետևից, երբեմն որոշ բաներ մնում է, բայց դա էլ պետք է անեմ, նաև իմ հետևորդուհին Անահիտան ինձ խորհուրդ էր տվել, որ հատուկ նյութեր կան խանութներում, հարցրել եմ, բայց մեր մոտ չկար, հետո արդեն հարցնելով, նաև ապետը ասեց, որ մեքենայի յուղը շատ լավ է օգնում, իսկ ձեթը կպցնում է սիրելի հետևորդներ ջան, նորից եմ հիշեցնում, միգուցե ձեզ էլ օգտակար լինեմ, ես մտածում էի ձեթը լավ կլինի, երբեք չեմ կսել, բայց նաև ձեր խորհուրդները լսելով դա էլ չքսեցի, սպասեցի, դա խանգարող բան չէ, դա էլ կլինի, հիմա իմ կոֆեն կեփի, կտանեմ վարպետին էլ կհյուրասիրեմ, արդեն ցույցել կտամ դուրը, թե ինչպես է ամրացրել, ինչ գործեր է արել, հետո կգամ մի համեղ բան կպատրաստեմ, որ այդ մարդուն հյուրասիրեմ, որ սոված չաշխատի մեր տանը, այդպես սիրելի հետևորդներ ջան, շատ լավ է, որ այդ ցուրտը մի քիչ մեղմացավ, ջուրը չէր սառել, հույս ունեմ, որ կբացվի եղանակը, չգիտեմ կարող եմ գնալ իմ փախչան կարայլով քաղելու թե ոչ, ամեն դեպքում գործելով շատ խառն եմ, չգիտեմ ինչպես կդասավորվի, ոնց սիրում ենք ասել, արեցույց կտամ։ Մինչև որ կերնա, բարավ չմնամ, ու մի
Մի գործանեմ։ Նայեք չտապվի։ Սիրելի դեպքեր ջան, որ տաթերի հետ դուրս եկել, մեքենայով էինք, երկնումներ էի կատարել, հիմա ապերդները կոպիին նայել եք, հիմա նոր բարձրանում, այստեղ կանաչ բանտուր եմ արել, չեմ հիշում քանի կիլոգրամ էր, բայց մի հատ իջեցնեմ, կոփեմ, իմ մոտ չթափվի, դուք նայել եք, ինձ մոտ չթափվի, ահա, սրանից արդեն հանգիստ եմ, մի հատ Կարում, կլորիկ, իսկում, այստեղ գազար և թխվի համար և ուտելու և սալատների, իսկ սա արդեն այս կողմ և սրանով քիչ հետո կզվարդել այդպես հիմա կոֆետոնը լցնեմ Սիրելի հետևորդներ ջան, տան աղմուկից դուրս եմ եկել, մի քիչ համ ես հանգստանամ, համ էլ այդ ընթացքում, կառալյոկներս ցույց տամ, թե ինչ վիճակում են, դրսում եմ կախել, տեսնում եք, այս կողմից 8 շարանը մեր չափն է, չեմ մոռացել, որպեսզի ձեզ ասեմ, թե 10 կիլոգրամից ինչքան կառալյոկի ջիր ենք ստանալու, ահա, սիրուն, ասեմ, որ դեռևս պինդ է, չնայած որ գիշերները սառեցնում է ջուրը, բացառություն այսօր։ Գիտեք, որ պիտի սեղմենք, շատ քիչ է փափուկացել, ահա, այսպես, մոտեցնեմ ավելի, արև այս կողմ ենք էլ, թեթևակի արև կա, տեսնում եք, որ դեռևս պինդ է, կարծում եմ ներսից հետ սառեցրել է, Դե քանի որ այսօր ջուրը չէր սառեցրել, կարծում եմ հետ կգա այդ սառեցրածը ու կթուլանա արդեն։ Կադրից դուրս բոլորը սեղմելու եմ, այսպես մերսումներ եմ անելու։ Այս թելերով ենք կապել այդ փայտը, տանիքի ներքևի այն գնացող փայտից, այսպես, ահա, թելերով կապված է։ Սիրուն։ Քանի որ ես միշտ տանն եմ չորացրել կառալյոկի ջիրը, ավելի արագ է եղել, ավելի իմ սրտով է եղել, բայց դե գիտեք, որ ցուրտն էլ է նպաստում շուտ չորանալու համար։ Ձմեռը եկավ, սիրելի հետևորդներ ջան, բայց իմ բաղուբաղջում դեռ կառալյոկ կա, բերք կա, հիմա դա էլ ցույց տամ, ավելի մոտենամ, Եկ այս կողմ, որ ավելի լավ երևա, իմ բաղուբաղջը, ձմեռվա օրով իմ կառալյոկի բերքը ծառերի վրա, մոտեցնեմ, ահա, նրանք պինդ են նույնպես, չեմ փափուկացել, ու մոշահավերի բախտը բերել է, մի լավ տեղին կուշտ ուտում են, էլ չասեմ հարևանի շունը, որը համը բերանին է ու միշտ գալիս է, ինչ անեմ, նաև հավերի սատանում, չգիտեմ այդ հարցն էլ ոնց պետքա կարգավորեմ, դժվարություններ են առաջանում, բայց թե հարևանություն ամեն դեպքում արդեն իսկ զգուշացրել եմ, չգիտեմ, սիրելի հետևորդներ ջան, շատ բարդ է գյուղում ապրել, անասուն պահել և հաշտուխաղաղ ապրել։ Նորից գնամ տուն, որ արդեն վարպետի համար ուտելիք պատրաստեմ, իսկ կառալյոկ քաղելը այսօր չեմ կարող։ Մի քիչ նեղված է այդ պահով, որ
Չգիտեմ, այդ շունը գալիս է ինձ վնասներ ա տալի, բայց թե այդ հարցն էլ կկարգավորեմ։ Այ այդպես, չդարձնենք մի կաթիլ մեղրի պատմությունը։ Ես գնամ խոհանոց, եկեք գնանք։ Սիրելի հետևորդներ ջան, պերմենի եմ սարքելու այսօր և ջուրը արդեն եռում է։ 2 հատ դափնու տերև, քանի որ խոշոր է 2 հատ, ու նաև աղը։ Հետ սրանով էլ կարող եմ լցնել, այսպես, թեկուզ և ինքը ծակերով է, այսպես։ Այս որ աղը լցնում ենք, ջրին եռացող, մի անգամից ռեակցիայի մեջ է մտնում, նկատել եք։ Այսօր արդեն պատրաստ է և պերմենիները կարող են լցնել։ Ի վերջո դանակով և հատիկ լցնելու եմ։ Շատ եմ հավանում այս որակի պերմենիները, այս ֆիրմա։ Անցած անգամների սրանից վերցրել, ոչ միշտ եմ օգտագործում, բայց երբեմն դուր է գալիս։ Եթե մի անգամից շրջեմ, սիրելի հետևորդներ ջան, գիտեք շատերը, որ իրարից կպրչի։ Ջրջրալով, հավեսով, արդեն շարժվացել է։ Մի հատ այս ընթացքում, քանի որ բռունցի հատակով մեկ եղավ արդեն, մի հատ բարձրացնեմ, քանի որ չափաբաժինը մի քիչ շատ եմ անում։ Նման դեպքերում շտապում ենք և ուզում ենք անմիջապես շրջել, չէ՞։ Բայց համբերատար, հատիկ լցնում ենք։ Այսպես, նորից եմ խորում։ Հեշտ պատրաստվող, պատրաստի կերակով ես կասեմ։ Կամ ես հեշտ կլինեմ այս անգամ։ Այսքանը լավ է, քանի որ այլ ուտելիքներ էլ կան, սիրելի հետևորդներ։ Դա նորից սարցախցի։ Եթե ձեզ կհետաքրքրի, դուք նայեք։ Այստեղ ծածկեմ, որ ևս սկսվի, գործերը շատ են, քանի որ երեկ այս ճաշի համար կակալ էի մանրացրել բլենդերով, ամեն դեպքում սրանց վրա էլ է փոշինկալի հասնում, դրան արանքներով, սողոսկում գալիս է, ամենակարևորը խոհանոցն եմ ուզում մաքուր պահել, այսպես։ Երևի սխտոր էլ մանրացնեմ, տեսնեմ, եթե այդ մարդը սխտոր մածունից չի հրաժարվի, ես որ չեմ հրաժարվի, սխտոր մածուն էլ կպատրաստեմ, այստեղ գրակոս ժողացնեմ, թուլացրել էի, որ եռալու ընթացքում ջուրը դուրս է թափվում, այսպես, մի հատ էլ զգուշորեն, և հենց որ ջրի երեսը դուրս կա, արդեն եփված է։ Այս օրերին նաև այրոգրիլն էի օգտագործել։
Սիրելի հետևորդներ ջան, քանի որ ունակ եկավ, չափաբաժինը ավելացնում եմ։ Գիտեք չէ, որ նման դեպքերում, երբ որ միտեղ շինարարություն է լինում, նաև օգտից մարդ է գալիս, ուզում եք տեսնել ինչպես ենք անում։ Հարևան, ծանոթ, ահա, չափաբաժինը ավելացնում եմ։ Այսպիսով 1 կիլոգրամ պելմենին շատ լավ է։ Էլի լավ էր, որ չեր անցել, արդեն եղը չեր սկսվել և ստիպված նորից ու չեր ելացնի։ Այսպես։ Հետևեմ։ Շատ լավ է, արդեն երեսն է դուրս գալիս։ Մի հատ տեսնենք, ես ինչքան սիրուն է, ախորժապեր, ընտիր, կապարի չվերցնում եմ, որ այսպես ինքը հավեսով եղա արդեն, ոչ մեկը չի բացվել, և բոլորը ջրի երեսն է դուրս եկել, զգուշ եմ վարվում, որ չբացվի պելմենին, այսպես զգուշորեն օգնում եմ, որ ինքը լավ եղա, դափնուտերևը օգնում է, որ անուշ բույրերը տարածվեն և քիչ անց պատրաստ կլինի։ Կարող եմ կիսաբաց թողնել, այսպես, և կողքից չհեռանալ, ամեն դեպքում հետևել է պետք։ Սիրելի հետևորդներ ջան, տեսնեք ես ինչքան գնացի ու եկա, այստեղ մածունն է, կարակն է և սխտորը։ Այստեղ քանի որ կափարիչը կիսաբաց էի թողել, ամեն դեպքում հասցրեց թափվել և ինձ համար գործ բացել և ինչպես ենք ստուգում, թե եփված է պելմենին, թե ոչ։ Այդ ձեռքը դնում եմ, եթե կպչում է ձեռքի ափը, ինչպես որ ձուկը, ուրեմն պելմենին եփված է, ահա, ուղղակի այսպես և իմ մատերը կպչում են իմ ափից, ահա, սանջատում եմ, արդեն հանգիստ կարող եմ ծածկել և ամեն դեպքում արագ շարժվել, հնարավորինս, այսպես, սխտորն եմ ուզում սրանով մանրացնել, պատրաստի սխտոր եմ ունենում միշտ և սարցեղցիկում եմ պահում, սեղ կարակնում տնակ մի րոպե էդ կողմ, սխտորն եմ լցնում, մանրացնելու համար շողք տախք, այսպես, այսպես, սխտորները լցնում եմ, շատ պետք չէ լցնել, այսպես, կտկտում են սարած սխտորները, Սիմուչկանից հետապնում է ամենուր, այսպես, այսքանը լավ է և զգուշ ենք լինում, ինչքան էլի շտապելիս լինենք, մեր բլենդը չփչացնենք և ճիշտ անջացնենք, ահա, սառույցի կտորներ են, այստեղ առաջ մածունը լցնեմ, այսպես, քանի որ շատ ընտիր է մածունը, ամեն դեպքում սխտորը առանձին եմ լցնելու և սխտոր մածուն չեմ անում և իմ մերած մածունը, ահա, սերով առանձին կլցնեմ, որպեսզի ոչ մեկին չստիպեմ սխտոր ուտել, ահա, այսպես, շատ սիրուն է ստացվում, մի հատ էլ, քանի որ պելմենին առատ մածուն է սիրում, ահա, կոմշի մածուն, պլինտ, այսպես, սա մածունը, այսքան հաժակի վրա չի խանգարի և արագ պելմենին լցնում եմ,
Սեղանը պատրաստ է, մնում է այսքանը։ Կարակն էլ առանձին կտանեմ, սիրելի հետևորդներ ջան, եւ ամեն մարդ իր ափսեի մեջ կարակ կտեղավորի, սև պղպեղը կցանի, կուզեն սեղտորմացում, կուզեն առանձին եւ կվայելենք։ Եթե դուք էլ այս պահին մի որևէ համով բան պատրաստել եք վայելում եք, ապա բոլորիս բարի ախորժակ, բոլորս բարի գործերի մեջ լինենք, սիրելի հետևորդներ ջան, բոլորս տուն կառուցենք եւ մեր հայրենիքում ապրենք, երբ որ ապրում ենք մեր հայրենիքում, մեր ոտքը ամուր ենք դնում գետնին եւ ավելի վստահ ենք լինում, Աստված մեր Հայաստան աշխարհը խաղաղ լինի, որ կարողանանք մենք էլ տուն կառուցել, շենացնել մեր հայրենիքը։ Բոլորիդ բարի դիտում եմ մաղթում եւ ավարտում եմ իմ վլոգը։ Հաճելի էր ձեր հետ այս երկու օրերին, որ միացած ես։ Ամբողջ պիտի լցնեմ եւ միանգամից մարդիկ կքաշեն իրենց ափսեների մեջ։ Իհարկե, ես էլ։ Շատ սիրուն է։ Այսպես, մի քանի հատ մնաց, արդեն ձեռքից ծանրացել է, ոչինչ, եթե ջրում մի քանի հավելա, ոչ էլ չի խանգարում, սիրելի հետևորդներ ջան, բակա։ Սիրելի հետևորդներ ջան, հրաշալի վերջաբան եմ բերել, կարմիր ամպեր եմ բերել, եղանակները տաքանալու են, եկեք վայելենք այս հրաշք տեսարանը և լավ զգանք, հեռացրի, մոտեցրի, հրաշալի, Փառք Աստծո։